Իմ կյանքի ոչ մի փուլում չեմ հիշում մի պահ, որ ես մտածեմ, որ ես ամեն ինչ գիտեմ։ Ինքդ քեզ հետ անհաշտ լինելը, Աստծո հետ անհաշտ լինելն է։ Անշուշտ հիասթափություններ շատ եմ ունեցել, բայց հասկանում եմ, որ դրանք իմ հիասթափություններն են, իրենք մեղք չունեն, որտեղ սպասելիքը իմն էր։ Ժամանակակից հանրությունները հեղինակությունների կարիք չունեն։ Մենք մեր հիշողությունն ենք կորցնում, շատ վտանգավոր բան է։ Համազգային ողբերգություն, կարելի է այդպես ասել։ Եվ ինքնության ճգնաժամ։ Այո, որը սարսափելի մի բան է։ Մեր զրույցը մենք այբ դպրոցում ենք նկարահանում եւ այնքան հետաքրքիր էր, որ մտակ այսպես դպրոցով տպավորված, ասացիք այնքան կուզեի էլի վերադառնայի դպրոց, նորից կրթվեի, այնքան բան ունեմ սովորելու։ Հիմա նոր եք բացահայտել այդ էլի սովորելու, էլի կրթվելու ցանկությունը, թե դա ստաբիլ ձեզ միշտ ուղեկցում է ու ընդհանրապես հիմա շարունակում եք էլի սովորել ինչ-որ նոր բաներ։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Երկար սպասված հանդիպում է։ Այո, ես իմ կյանքի ոչ մի փուլում չեմ հիշում մի պահ, որ ես մտածեմ, որ ես ամեն ինչ գիտեմ։ Ես շատ կուզեի, որ նորից կարողանայի սկսել կյանքս ու ավելին անել, քան արել եմ, ներդրում իմ վրա, որն է ինձ թվում է միակ ներդրումը կրթությունն է, որի բացը ես շատ ունեմ, շատ։ Որպես քրիստոնյա, որպես մարդ, շատ բացեր ունեմ։ Այդ քրիստոնեական կրթության բացն իրապես շատ կա մեր մեջ ու ամեն մեկը փորձում է գտնել իր մեթոդը հենց քրիստոնեության հավատքի մեջ կրթվելու։ Դուք ինչպես եք կրթում ձեր հավատքը, որովհետև ինչքան հարցազրույցներ ես նայում եմ, մանավանդ վերջին շրջանում դուք շատ եք անդրադառնում հավատքի թեմային, ես նկատում եմ շատ խորքային, աստվածաշունչ ընթերցած մարդու հայացք, որը վստահաբար զբաղվել է քրիստոնեական իր հոգևոր ինքնակրթությամբ։ Ինչպես է կազմակերպում այդ կրթությունը։ Ես բախտ եմ ունեցել դեռ վաղ տարիքից, ես Արմավիրի մարզում եմ ապրել, այնտեղ ծնվել եմ, Մեծամոր քաղաքում եմ ապրել եւ մեր քաղաքին կից գյուղում Ակնալճում կար Կիրակնորիա դպրոց։ Եվ շաբաթ կիրակի օրերին մենք ամբողջ օրը համարյա անցկացնում էինք այդ դպրոցում եւ ենթադրում եմ այդտեղից է եկել, չգիտեմ, իմ հավատալիքները ձևավորելու, այդ մի քիչ ինչ-որ կանոնավորելու, հա, մանկուց դեռ այդ բաները ձևավորվել է, որտեղ մայրս շատ հավատացյալ է ու իր կյանքում Աստծո ներկայությունը միշտ ունեցել է ու անընդհատ ես երբեմն նաև ասում եմ ամզուր մի տուր Աստծո անունը, այդպես սուրբ գրքում է ասվում, գուցե պետք չի, ասում է չէ, որ տալիս եմ ոնց որ հաստատվի, որ ինքը իմ կյանքում կա, որ ինքը միշտ ինձ հետ է եւ ուզում եմ, որ իմ հավատի հավաստիքը լինի նաև Աստծուն, որ ես հիշում եմ անընդհատ տխուր եւ ուրախ պահերին։ Իմ Աստծո հետ շփումը, հարաբերությունը կամ իր մասին իմանալը սկսվել է դեռ մանկուց, անշուշտ իմանալը, ունենալ մանկական աստվածաշունչ, մայրս այդ ամենը ապահովել է շատ փոքր ժամանակից, բայց իմ ու Աստծո հանդիպումը ինքը ինձ հանդիպել է շատ վաղուց, ես իրեն ուշ եմ գտել ցավոք սրտի վերջին տարիներին, որովհետև իմ Աստծո հարաբերությունները միշտ չէ որ լավ են եղել, ոչ թե իր կողմից, այլ իմ կողմից, ու միակ բանը վերջերս մի հարցած զրույցի շրջանակներում ասացի, միակ բանը, որի համար ափսոսում եմ, երևի այն, որ իր տված բարիքներին միշտ կամ կասկածանքով կամ ոչ լիարժեք, ոչ գոհ բանով եմ պատասխանել, բայց միշտ իմացել եմ, որ ինքը ինձ հետ է
բայց շնորհակալություններս քիչ են եղել ու դրա համար շատ եմ ափսոսում։ Հիմա հաշտենք, ես այդպես եմ կարծում, չգիտեմ, շատ գոհացնում եմ իրեն իմ հավատքով, կարողանում եմ արդյոք այդ հավատքը այդպես վառ ու պինդ պահել, չգիտեմ, բայց կապը միշտ է անընդհատ ու հուսամ, որ դա չի կտրվի ու մինչև կյանքիս վերջ ինքը ամենայն դեպս ինձ չի թողնի, ես դա գիտեմ։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում Պողոս Առաքյալը Քրիստոսի գալուստը հենց այդպես է բնորոշում Աստծո եւ մարդկանց հաշտություն, որ Քրիստոս եկավ հաշտեցնելու մեզ Աստծո հետ։ Այդ հաշտությունը որ պահին զգացիք ու կյանքի ամենաերևի թե դառը համազգային կյանքի, հա, ամենադաժան փուլերից մեկում թվում է թե շատերս ենք հաշտվում Աստծո հետ։ Ինչպես է դա օգնում վերապրել այս ամենը։ Իմ հաշտությունը իր հետ շատ ամենածանր պահին եղավ, երբ ես հասկացա, երբ ինձ թվաց, որ ինձ ոչ ոք չի սիրում ու ես մենակ եմ աշխարհում ու անգամ ծնողներիս սերին չի փրկում, շատ ծանր դեպրեսիվ շրջան էր ու ես շատ եմ ունենում տեսիլքներ, դրա մասին շատ չեմ խոսում, որ չասեն խելագարվել է, չնայած դերասանուն հատուկ է դա, բայց ու ինչ որ մի պահի էսպես ներսից որտեղից միտք անմիջապես եկավ ու շատ հաստատուն միտք, որ ես քեզ չեմ թողել, այ դմբո, ես կամ, ոնց թե ինձ ոչ ոք չի սիրում, ես կամ ու այդ մնաց ու ինձ հետ արդեն մի քանի տարի մտածում եմ, որ ինքդ քեզ հետ անհաշտ լինելը Աստծո հետ անհաշտ լինելն է առաջինը։ Ես այդպես եմ կարծում։ Ձեր կարծիքը ո՞րն է։ Հետաքրքրեց ինձ ուղղակի։ Իմ կարծիքով, երբ մենք սկսում ենք երկխոսել Աստծո հետ, այսինքն հաշտությունը շատ դինամիկ է, երբեմն շատ հետաքրքիր է քրիստոնեության մեջ, այդպես շեշտված արգելք չկա կասկածի Աստծո հետ զրույցի մեջ նույնիսկ չհամաձայնելու ու ընդդիմանալու Աստվածը շատ խիստ չի կտրում։ Ուղղակի այստեղ կարևոր է նպատակը։ Օրինակ տեսեք, փարիսեցիները Աստծոց հրաշք ուզեցին, չտվեց։ Չար եւ շնացող ազգը հրաշք է ուզել, չի տրվելու նրան։ Բայց Թովմաս Առաքյալը հրաշք ուզեց, մինչև չտեսնեմ չեմ հավատալու, տրվեց իրեն այդ հրաշքը։ Տես հանգստացի, բայց էլ մի արա այդպես զգուշացումն էլ հետևից եկավ, այսինքն այստեղ մեր նպատակները շատ կարևոր են ու երևի թե դուք անկեղծ ես միայն խաղաղություն եմ ուզում, ինքս ինձ հետ հաշտություն եմ ուզում ու հասկացա, որ այդ հաշտության ճանապարհը իրեն գտնելն է, հասկանալը, որ ինքը կա ու ինքը քեզ հետ է ու չի թողնելու։ Իմ մասնագիտությանն էլ ինձ ուղղորդող էլի ինքն է եղել, այդպես եմ մտածում, որովհետև խորքով շատ ինքնազոհ, չգիտեմ, զոհվող տեսակ եմ ու երևի ինքը այդպես ողջակի զվող, չգիտեմ, լռող, ամեն ինչ այսպես ներսում պահող, կոնսերվացնող եւ այլն, երևի Աստված միտումով ինձ այս ճանապարհին բերեց, որ այստեղ գոնե կարող եմ ասել, եթե այնտեղ չեմ ուզում մեկին նեղացնել, չեմ ասում դրա մասին, այստեղ կարելի է խոսել, որտեղ բեմը այն բայրն է, որտեղ խոսում ես այն խնդիրների մասին, որը գուցե միայն քեզ չի անհանգստացում, նաև շատ այլ մարդկանց։ Ու այն բարձր ամբիոնն է, որտեղից կարող եմ ես խոսել այն ամենի մասին, ինչը ինձ ցավեցնում է նաև։ Մի քանի մեծ ծրագրերում ներգրավվելուց եւ ֆիլմերում նկարահանվելուց հետո հիմա դուք ճռել եք վերադառնալ թատրոն եւ նոր նախագծեր ունեք կապված բեմի հետ։ Ընդհանրապես սա կարծում եմ միշտ հնչում է այս կարծիքը եւ արդեն կարծես ճշմարտությունն էլ է դարել, որ դերասանի համար բեմը լրիվ ուրիշ արժեք է ու լրիվ ուրիշ աշխարհ է ու դերասանը միշտ ձգտում է հենց բեմին։ Մալյանի ասած այդ երկաթեղենը շատ է ֆիլմում, այդ երկաթեղենից հրաժարվելուն ու իրական բեմական այստեղ եւ հիմա ձևաչափի մեջ հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Ձեզ անձնապես օգնում է բեմը, ինչպես եք դուք բեմում փորձում գտնել ինքներդ զրուցել ձեզ հետ եւ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք այս դժվարին պահերին փորձում են արվեստի մեջ ինչ որ լուծումներ փնտրել, ինչից սկսել արվեստի ոչ ճյուղով գալ դեպի թատրոն, թատրոնը առաջին ճյուղն է, թե գուցե մինչև թատրոնը կան արվեստի այլ ճյուղեր, որոնցից պետք է սկսել առաջին քայլերն անելու համար։
Ես իմ ստեղծագործական կյանքը սկսել եմ թատրոնով, այնտեղ եմ փորձել հասկանալ ինչ բան է թատրոն երևույթը, արվեստը ընդհանրապես ու երբեք ինձ կինոյում չեմ պատկերացրել, որովհետև այդ տարիներին հաճախակի ֆիլմեր չէին նկարահանում, դա 2000-ականներն էին սկիզբը ու երբ իմ վարպետը ասաց դու պիտի կինո գնաս, ես զարմացած նայեցի, Վահե Շավարդյանն է իմ վարպետը, ասացի, բայց կինո չկա, ինձ ուր եք ուղարկում, ուզում եք ասել, ես թատրոնում պետք չեմ, ասաց չէ, դու կինոյում փայլելու ես։ Ու հետո ես մտածեցի, ուզում է ազատվել ինձնից, որովհետև հասկացել է, որ ես անհաշտի մեկն եմ ու չեմ համբերելու ինչ-որ ժամանակ, որպեսզի, չգիտեմ, այդպես կա թատրոնում հերթդ պիտի գա, պիտի աճես եւ այլն։ Ու մտածում էի, որ ինձ, այսպես ասած, իրանից հեռացնելու համար է, բայց ավելի հետո հասկացա, որ ինքը ինձնից հեռատես է, ինչպես միշտ իմաստուն մարդ էր, Աստված հոգին լուսավորի։ Չեմ պատկերացրել ինձ կինոյում ու նախընտրել եմ այդ կենթանի խաղը, որ հենց այդտեղ այդ պահին կատարվողը շատ ավելի կարևոր է էմոցիոնալ առումով, տալու եւ ստանալու առումով, որովհետեւ այդտեղ շատ մեծ էներգիաներ են։ Այդ հարյուրավոր աչքերը ու դու մենակ պիտի կարողանաս բավարարել այդ ամենը, կարողանաս ինչ-որ բան տալ ու այդ ամենը տեղավորել նաեւ ստացածը։ Բայց ինչ-որ պահից կինոն շատ ավելի շատ ինձ գրավեց ու ասեմ, քանի որ մենք կինոյում ունենք այդ կտրելու տարբերակը, այսինքն դու կարող ես եւս 2-3 անգամ խաղալ եւ լավագույն կադրը կօգտագործվի ֆիլմում, իսկ թատրոնում այդ հնարավորությունը չունես, ինքը շարունակական է։ Այդ տեխնիկական պահը ինձ շատ ավելի դուր եկավ ու մի քիչ ինքս ինձ փորձելու գտնելու բաներ ունեի, հասկանալու ոնց են Մալյանի ասած այդ երկաթեղենի հետ աշխատում, որովհետև իրանք էլ հոգի ունեն, դա էլ հոգի ունի ու իրեն պիտի անպայման հասկանաս լույսը, ձայնը, տեսախցիկը, հենց հիմա դերասանի մասնագիտությունը շատ ավելի էսպես բառը չեմ սիրում, բայց պիտի ասեմ, էժանացել է ու ամեն երկրորդը առանց նեղացնելու խնդրում ես բաները դե սուրճ չընդունել, ամեն երկրորդ մարդ մտածում է, որ կարելի է մաքուր տեքստ ասել եւ դրանով ինքը արդեն դերասան է։ Որովհետեւ կարծում եմ դերասանի մասնագիտությունը ինքը շատ ծանր հոգեբանական, ֆիզիկական եւ մտավոր աշխատանք է, որի հերթականությունը կամ որևէ կոմպոնենտ միջից չես կարող հանես, իրենք բոլոր իրար հետ են ու կոլեկտիվ աշխատանքի արդյունքում է միայն երևում քո ով լինելը։ Մասնագիտական այդ փնտրտուքը, որի միջով դուք անցել եք, ինքը նաև շատ խիզախություն է ենթադրում ու շատ դեպքերում, երբ տարբեր իրավիճակներում մենք տեսնում ենք, թե ինչ ընտրություն եք դուք անում, ինչ ռեպերտուարին եք դուք առաջնահերթություն տալիս, ինչ նախագծերում դուք չեք վարանում որպես առաջնամարտիկ մասնակցելու, երևում է, որ նույնիսկ եթե եղել են վախեր, դրանք հաղթահարվել են հանուն լուրջ գաղափարների։ Երբ ձեզ տեսանք Իշխանություն ֆիլմում, թվում էր, թե դրանից հետո այլևս անկում է լինելու շատ փակ դռներ, միանշանակ փակ դռներ են, որոնք ուղղակի հնարավոր չի անցնել, բայց արվեստի ուժով, գաղափարակից միասնական, այդ արվեստագետների նաև երևի թե օգնությամբ դուք շարունակեցիք ձեր գործունեությունը ու նույնիսկ կարծում եմ ձեր թող սա ներվի որպես գնահատական հնչեցնեմ լավագույն դերերից մեկն ունեցաք Նարեկացուն նվիրված ֆիլմում Տաղ հոգու ճանապարհ, որտեղ Եռաբլուրում դուք ուղղակի նարեկացու խոսքերով, բայց այնքան այժմեական զգացումներ եք տալիս, որը հավաքական կերպարներ, որը յուրաքանչյուր հայի սրտին անպայման կկպնի։ Դա իհարկե տեսակ նաև անձնական հաղթանակ է ու այդ բառը թող ներվի էլի, որ ասեմ այդ թասիբի հարցը, որտեղ ձերը կասեք, այնտեղ էլ իմը կասեմ։ Միտումով չեմ արել, ինչ որ արել եմ, վստահեցնում եմ, որովհետև երբևէ առանձնանալու կամ
դեմ գնալու ինչ որ process-ի կամ ինչ որ մեկի մտքին երբևէ այդպեսի ես միշտ թողնում եմ մարդուն իր կարծիքին, ասում եմ իմը, երբեք չեմ փորձում համոզել, լինում է որ պնդում եմ, նայած ինչի մասին ենք վիճում կամ զրուցում, չեմ փորձել ուղղակի առանձնանալ, պարզապես արել եմ այն ինչ զգում եմ ու հենց իշխանություն ֆիլմից հետո էր, որ ես Facebook-ում նաև դրա մասին գրել եմ, որ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ արվեստում լինելը կամ ինչ որ մի բան խաղալը, որովհետև ես հասկանում եմ, որ անելիք չունեմ։ Չգիտեմ ինչու է այդպես որոշել։ Հենց այդ շրջանում էր այդ ծանր իմ վիճակը կապված քաղաքական դեպքերի հետ, պատերազմը եւ ամեն ինչ ինձ շատ կոտրեց մինչև որ այսպես նայեցի վերև ու ասաց դու ուրիշ բանի համար ես, դու իրավունք չունես չխաղալու։ Ես այդ զգալուց հետո հասկացա, որ չգիտեմ, վախեր չունեի, որ վա իմ կարիերան ինչ որ անդունդում է, այնտեղից դուրս գալ է դժվար է լինելու, ինչ որ կլիներ, որովհետև ես քայլում էի այն ճանապարհով, որը Աստված էր կանխորոշել ու կրկին վերադառնալ ու լինել հետաքրքիր էր, որ ես մտածում էի, որ նույն տեղից հնարավոր չի սկսել, դու ինչ-որ մի բան պիտի անես, որ հասնես այդտեղ, բայց հենց այդտեղից, որտեղ կանգնել է, այդտեղից Աստված նորից առաջնորդեց։ Շուրջիս մարդկանցից անշուշտ հիասթափություններ շատ եմ ունեցել, բայց հասկանում եմ, որ դրանք իմ հիասթափություններն են, իրենք մեղք չունեն, որտեղ սպասելիքը իմն էր ու չի լինում այնպես, որ աշխարհը համապատասխանի մեր երևակայությանը, ցավոք սրտի, եթե իմ երևակայությանը համապատասխաներ, թող մեծամտություն չհնչի, բայց շատ բարոյական աշխարհ կլիներ։ Վերջին հարցազրույցում դուք բավականին կտրուկ նշեցիք, որ խզում եք բոլոր կապերը այն մարդկանց հետ, ովքեր արժանապատվային նույն դաշտում չեն։ Հիմա մի քիչ այլ եմ, շատ ավելի խաղաղ եմ, որովհետև ինչպես ես եմ Աստծո երեխա, այնպես էլ իրենք իրավունք ունեն, բոլոր մարդիկ իրավունք ունեն սխալվելու ու այդ սխալի մեջ պիտի էփվել ու գալ այն կետին, որ չի կարելի էլ այսպես սխալ լինել։ Այդ ճանապարհները իրենցն են։ Ես միայն որպես քրիստոնյա կամ որպես մարդ կարող եմ գոնե չմերժել իրեն, ոչ թե ինձ մոտ արդարանալու, այլ ինքն իր առաջ։ Ամենաշատը հենց հիմա մեզ հաշտություն է պետք բոլորիս իրար հետ հաշտվելու։ Մեր թշնամիների ցանկությունն էլ հենց այդ է, որ մենք պառակտված մնանք։ Ես շատ կտրուկ եմ, շատ սկզբունքային եմ, բայց վերջերս շատ ավելի մեղմ եմ։ Ասում եմ, բայց զգուշ եմ ասում, քան առաջ կասեի շատ կտրուկ, վեճերով, ինչ-որ արուն ռուշտ հայացքով, որը հիմա չեմ անում, շատ ավելի մեղմ եմ, ոչ թե նրա համար, որ ինձ համար շատ կարևոր է վերադառնալ իմ մասնագիտությանը եւ այն հայտնիությանը, որ ես չեմ ուզում կորցնել, դրա մասին չի։ Ես գիտեմ, որ պետք է այսօր այս կետում գուցե նաեւ լինելու այն ապավենը կամ այն փոքրիկ սյունը, որին իմ շուրջի մարդիկ հույս կունենան հենվելու ու ոչ թե իմ միջոցով ներվելու կամ չգիտեմ, որ ես էլ կամ ու ես հասկանում եմ, փորձում եմ հասկանալ։ Իսկ ներելու հետ կապված նախ ընդհանրապես հեշտեք ներում, երբ չեք կարողանում ներել եւ այն ընկերները, որոնց կորցրել եք վերջին շրջանում, դուք պատրաստ եք հիմա առաջին քայլ անելու ու ներման, փող իրար ներման, եթե եղել է ինչ-որ վեճ կամ դահաճ խոսակցություն, ինչ-որ բան ձեռնարկելու։ Ներելու հետ կապված ես շատ դժվար եմ ներել, մինչև վերջերս, նորից շեշտում եմ, շատ դժվար, անգամ, չգիտեմ, ամենավատ բանը, որ անում եմ, հիմա անում եմ, չէ, վերջին շրջանում չեմ արել ու չեմ ուզում անել այլևս, երբ մարդուն զրկում եմ իմ ներկայությունից, այդ շատ վատ բան է, բայց դրանով նաև ինքս ինձ եմ պաշտպանում, գուցե ժամանակին շատ ավելի
մեծ կարծիք ունեի իմ մասին, ես մտածում էի, որ ես շատ լավ մարդ եմ ու ինձ չի կարելի ցավեցնել ու դրա համար այդպես շատ կտրուկ էի, կտրուկ ընկերների հետ, բոլորի հետ, հարազատների շատ եմ արել, շատ, որի համար անշուշտ ներողություն եմ խնդրում ու փորձում եմ ինքս ինձ կարողանալ ներել, դա էլ ամենաբարձ բաներից մեկն է, որ ինքդ քեզ կարողանաս ներել։ Հիմա շատ բան եմ վերաբերվում, ինքս էլ կարող է քայլանեմ, խոսեմ, շփվեմ, չեմ ուզում թողնել այդ բանը իմ մեջ, ինքս ինձ ներելու խնդիր նաև ունեմ, առաջինը ինձ համար եմ անում, էլի էգոիստ ենք ու մեզ համար ենք առաջինը անում մեկ, երկրորդ աշխատում եմ մի քիչ այդ բարակ վարագույրը պահել մարդկանց հետ, որովհետև չի կարելի դա բացել մինչև վերջ, իսկ ես շատ բաց մարդ եմ, բաց սիրտ եմ, կամեցող եմ ու հեչ իմ ժամանակի մեջ չեմ ծնվել, այն ժամանակի մեջ, չգիտեմ, կա այդ ժամանակը, որ միշտ կարելի է բաց լինել, ինձ թվում է չկա, շատ խոցելի լինելու աստիճան բաց եմ, աշխատում եմ համենայն դեպս պահել այդ վարագույրը, որ եւ իրենց շատ ներս չթողնեմ ինձ նեղացնելու աստիճան, ոչ ես շատ մտնեմ իրենց դաշտ, որ չլինի այդ երկաթյա վարագույրով հետո չփակվի։ Մի քիչ էլ բայց ծանր պահ կա, երբ որ հա ներել ես, ավելի շատ բաց ես թողել ու այն խոսքը կա չէ, որ ասում է, հա, լավ, ներում եմ, բայց էլ գրկել չեմ ուզում։ Այսինքն մի բան, որ կոտրվում է ու նույնիսկ հետո ինձ մոտ վերջերս կա նաև հենց այդ, որ ուզում եմ գրկել, որ նաև ինքը իմանա, որ եւ ինձ ների եւ ես կարողանամ ինձ ներել։ Բայց շատ մտերմություն էլ չի ստացվում, հա, ցավոք սրտի, որ կոտրվում է մի բան։ Երևի շատ նպաստում է Աստծո այդ հաշտությանը, որովհետև չէ՞ որ ներվելու նախապայմանել Աստված սահմանեց հենց ներելը։ Ու մի տեսակ երևի հողեք նախապատրաստում Աստծո մոտ բարձ ճակատներով ես խնդրելու։ Այո, գոնե արդարանալու ինչ որ կերպ։ Մեր կյանքի այս փուլում բոլորիս երևի թե հանրային կեցվածքը ու այս երկրում լինելու արժեքը քիչ ռիսկային բան եմ ասում, բայց որոշվելու է Արցախի նկատմամբ մեր վերաբերմունքով։ Այնպես ինչպես նախորդ դարում մեր բոլոր հանրային գործիչների, մեծերի արժեքը մենք հիմա ինչով ենք որոշում, ինչ վերաբերմունք են իրենք ունեցել Հայաստանին, սովետական տարիներին, իրար նկատմամբ, ում բոլշևիկյան բռնաճնշումների տարիներին ինչի համար որտեղ սպանեցին, ինչի համար որտեղ հալածեցին, ով որտեղ նստեց, ու մի տեսակ որ կարդում ես մեր մեծերի կենսագրությունը, տեսնում ես որ բոլորը մնացել են այն մարդիկ, ովքեր պայքարել են, թեև գուցե այնտեղ շատ հարմարված, շատ լավ աշխատավարձ ստացող, լավ թղթեր ունեցող լիքը մարդիկ կային, որոնք ամենաակտիվ ներկայությունն ունեին նույն գրողների միություններում, տարբեր շենքերում, թվում էր թե իրենք պիտի լինեն գրականության դասագրքերում, բայց իրենք չկան, իրենց ստեղծագործություններ չեն հիշվում, իսկ կամրջի տակ գնդակահարվածը, բանտում սպանվածը, վեհարանում խեղդամահարվածը հանկարծ մեզ համար ամենաառաջնային մարդիկ են։ Ու թվում է թե այսօր մենք այդ հստակ քննության առջև ենք կանգնած։ Այդ քննությունը հանձնելը որքանով է բարդ ձեզ համար եւ այնուամենայնիվ արդեն այսօր ֆիլմից հետո Վազգեն Սարգսյանին նվիրված այս փուլը որոշակիորեն հաղթահարելուց եւ պայքարը չդադարեցնելուց հետո դուք ինչ վերաբերմունք եք ձևավորել այն ամենին, ինչը եղել է համազգային այս ծանր օրերում։ Համազգային ողբերգություն, կարելի է այդպես ասել։ Եվ ինքնության ճգնաժամ։ Այո, որը սարսափելի մի բան է։ Տեսեք, ժամանակակից հանրությունները հեղինակությունների կարիք չունեն։ Չգիտեմ ինչն է դրան բերել, բայց իրոք չունեն, որովհետև այսօր ամեն մեկից տրված է իրավունք լինելու հանրային, ոչ թե իրավունք միայն, այլ հնարավորություն։ Եվ կարևոր չի ինչ միջոցով, ինչ ես դու անում, որպեսզի հանրությանը հետաքրքրես։ Յուրաքանչյուր միջոցով, անգամ մեր կանալու միջոցով դու կարող ես լինել հանրային։
Դրա համար հեղինակությունները, որոնք չգիտեմ, մտքեր են գեներացնում, ազգային պատկանելիության, չգիտեմ, ճգնաժամերից հանող, ինչ որ շատ կարևոր մարդիկ, գրողներ, գիտնականներ, նկարիչներ, դերասաններ, այդ բոլոր մարդկանց կարիքը չունեն այսօրվա հանրությունները։ Ու ես կարծում եմ դա պետական գործառույթ է, դա միայն մեզ չի վերաբերվում, այդ ճգնաժամը աշխարհում կա։ Ինչպիսին տեսնել իր ժողովրդին պետությունն է ուզում։ Ինչպիսին տեսնում է, այդպիսին դարձնում է։ Ինքը ուզում է, որ մենք այսպիսին մնանք ու լինենք, մենք մնում ենք այսպիսին։ Ես չեմ հավատում, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չգիտեմ, գոնե 1 րոպե կամ 2 րոպե ցավ չեն ապրել կատարվածի համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունքում այդ մեր ուշադրությունը շեղվում է, անընդհատ տատանվում ենք մենք, ինչ եղավ, ինչ չեղավ, հետո մեզ շատ կենտրոնացրին շատ մանր հարցերի շուրջ։ Մենք մեծերը թողած, այն մանրների մեջ քչփորում ենք, ինչ որ բաներ ենք փնտրում այդտեղ, բայց շատ մեծ ու մեր հերոսներն էլ միշտ նայում ենք մահվան աչքերով։ Հենց ասում են հերոս մահ։ Չգիտեմ ինչու է այդպես, չգիտեմ։ Այս ամեն ինչին վերաբերմունքս անշուշտ էլի ծայրահեղ է, բայց միևնույն է ես այդ լույսը չեմ հանգցրել իմ մեջ ու չի մարում այդ լույսը։ Հետո ինչու է մեզ թվում, որ մենք արժանի չենք սրան, ինչու է այդպես թվում։ Մենք մեր դասերը լավ ենք սովորել։ Մենք կարողացել ենք ճիշտ ժամանակին գնահատել բոլոր այն մարդկանց, որոնք կարևոր պիտի որ լինեին այսօր, որոնք այսօր առիթ պիտի ունենային մեզ կրթելու, մեզ առաջնորդելու։ Արդյոք մեր վերաբերմունքը ճիշտ եւ պատշաճ է եղել։ Կարծում եմ չէ։ Այն ամենակարևոր դասերը, որ մենք այդպես էլ չսովորեցինք որպես հասարակություն։ Վերաբերմունքը մեր առաջնորդներին, հա, մեր պետական այրերին։ Մեզ համար միշտ կարևոր է, որ մեզ սիրեն։ Մենք հարգանքը, այդ կարևոր կոմպոնենտը միշտ հարաբերությունների միջից անում ենք։ Այդ շատ կարևոր բան է հարգանքը։ Անկամ երկու սերի միջև սերը պիտի կապված լինի հարգանքով։ Ես կարծում եմ չափազանց կարևոր է։ Մենք հարգանք պիտի ունենանք, ոչ թե վախ։ Թող ինքը մեզ սիրի, մենք իրանից վախենանք, նո՞, չկա տենց բան։ Հարգանքը շատ կարևոր է։ Սիրո մեջ երկյուղ չկա, Աստվածաշունչն էլ է ասում, սիրո մեջ վախ չկա։ Հա, չպիտի լինի այդ երկյուղը, բայց հարգանքը կարծում եմ պարտադիր է։ Ես վերջին շրջանում նաև դադարել եմ վախենալ բաներից, որոնցից առաջ վախենում էի։ Վախենալ տարիքից, վախենալ չհասցնել ապրել, վախենալ, չգիտեմ, չունենալ սա, չունենալ նա, վախենալ կորցնել ինչ-որ մարդկանց։ Ես չգիտեմ, պատերազմի այդ մոտ պլաններով մեր տեսած պատերազմն է բթացրել շատ կարևոր բաներ, որոնք մարդուն մարդ են դարձնում։ Ես կարծում եմ այդ կարեկցանք, ապրումակցում, այս բաներն էլ մեր միջից դուրս եկան միայն երևի այն պատճառով, որ մենք այդ արյունը, այդ ավերը, այդ ամենը շատ մոտ պլանից տեսանք։ Դա պիտի ավելի շատ սրեր այդ մեր մարդկային բաները, հա, կարևոր հատկությունները, բայց եղավ հակառակը։ Կամ մենք դա էկրանից ենք նայում ու չենք հավատում, դա պետք էր տեսնել հենց այնտեղ մարտի դաշտում, որ այդ ցավը ու այդ բանը մնար գոնե հիշողության մեջ։ Հետո մենք մեր հիշողությունն ենք կորցնում, շատ վտանգավոր բան է։ Հիշողություն, ուղղակի։ Արի ուտես, որ մարտի դաշտում, իսկ ես ինքս պատերազմը էկրանով այդպես էլ չտեսա, բանակում էի, էկրաններ չունեինք ու վայքի դիրքերից միանգամից մեկնել ենք պատերազմի դաշտ։ Ես այսպիսի մի վերլուծություն ունեմ ինձ համար արդեն այս տարիների ընթացքում, որ իմ ամենախաղաղ զգացողությունը, ինչպես նշեցիք, որ խաղաղություն եք ուզում Աստծուց, ես այդ խաղաղությունը գտա մարտի դաշտում ու դա իմ կյանքի վերջին խաղաղ փուլն էր։ Ես իրոք պատերազմի դաշտում, մարտի դաշտում այդ բթացած զգայանները
ունեցել եմ, այդ ապրումն ունեցել եմ, բայց արդյունքը եղել է շատ դրական, ես շատ խաղաղ եմ հիշում մարտի դար։ Իմ զգացողությունը հաղթանակած խաղաղ է եղել։ Այն նոյեմբերից հետո ես արդեն կորցրել եմ այդ խաղաղությունը։ Ու մեկ-մեկ նույնիսկ մտքով գնում եմ այդ խաղաղությունը փորձում եմ մարտի դաշտում գտնել։ Հետաքրքիր ֆենոմեն է։ Գիտեք, ասացիք մի բան ու հիմա մտածում եմ, որ այնտեղ որտեղ դու վերք ես ստացել, դու միշտ վերադառնում ես այդտեղ, որտեղ մենակ այդտեղ ես բուժվում։ Երբ պատերազմից հետո ես որոշեցի, որ չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ կարող են մի խումբ մարդիկ հաշտ լինել կատարվածի հետ, ես չեմ ուզում այդտեղ ապրել։ Ու չգիտեմ ինչու մտածում էի, որ ես այնտեղ հեռվում խաղաղություն կգտնեմ, բայց չգտամ ինչև վերադառնալս։ Ու մտածում եմ, որ ես վերադարձա, որովհետև իմ վերքերը այստեղ են, ու այստեղ էլ ես պիտի մասնակից լինեմ այդ վերքերի բուժմանը, ու ինքս ինձ վերագտնելու, վերականգնվելու, հոգևոր, ֆիզիկական առումով, շփումների առումով, մասնագիտական առումով։ Մեր ապաքինման ճանապարհին շատ կարևոր հանգրվան է նաև մանկությունը։ Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու ձեր մանկությունը ու հանդիպելու 10-ամյա Մարջանին, ինչ խորհուրդ կտայիք, ինչ կասեիք։ Ոայ շատ կուզեի, հուզվեցի, տատիկս 2 տարի, 1.5 տարի առաջ մահացել, որի անունն էլ ես կրում եմ։ Կուզեի տատիս հետ շատ ժամանակ անցկացնել, որ վերջին տարիներին, վերջին 10-15 տարին շատ ավելի քիչ է եղել այդ շփումը, որովհետև ես բան էի, մտածում էի, որ կենտրոնացել էի մասնագիտության վրա ու շատ կարևոր բաներ իմ կյանքից գնացին ու ամենածանր պահը նաև պատերազմից հետո այն էր, որ տատիկս ինձ չճանաչեց ինչ-որ պահի։ Հա, ինքը ծեր էր արդեն ու երբ որ ես մոտեցա իր անկողնուն, աչքեր տեսա, որոնք ինձ ծանոթ չէին, շատ հեռու էին ինձնից։ Ես առաջին անգամ տեսա այդ խորը հայացքը, որ գնում է ինձնից։ Ու ասաց, որ ինձ չի ճանաչում, բայց զգում է, որ մենք հարազատ ենք։ Ու ես շատ փլվեցի։ Կուզեի վերադառնալ մանկություն ու մարջիկ տատիկիս հետ շատ շփվել։ Ինքը շատ հետաքրքիր ու շատ խորը կին էր։ Ինչ հուզից ստացվեց, Թովմաս։ Շատ շնորհակալ եմ այս զրույցի համար ու վստահ եմ, որ այս հուզմունքը, այս անկեղծությունն ու խիզախությունը շատ-շատերին է բուժելու, շատ-շատերի սրտին է կպնելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։